17-րդ դարում Տող գյուղը դիզակի Մելիքանիստ ավանն էր։ Դեռ 9-րդ դարում արաբների արշավանքների ժամանակ զորավար Բուղան 28 անգամ հարձակվել է գյուղի վրա, բայց այդպես էլ չի կարողացել ընկճել ըմբոստ տողեցիներին։ 20-րդ դարի վերջին տասնամյակներում ազգային ազատագրական շարժման ժամանակ իրենց մեծ ակտիվությունը ցուցաբերեցին նաև Տող գյուղի բազում հերոս տղաներ, որոնցից շատերն այսօր չկան։ Նրանց շարքերում էին Արմեն Գասպարյանը, Արմեն Չոն եւ Վիգեն Գրիգորյանը, ով հայտնի էր Վրեժ մականունով։ Ես 88 թվականին էլ գիտեի, որ այստեղ թուրքը չպետք է ապրի, որովհետև նրանք չէին հաշտվում, որ մենք ենք տնօրենը, իսկ իրենք պետք է որպես հյուրերի ապրեին։ Նրանք չհաշտվեցին այդ մտքի հետ, այլապես հնարավոր չէր այստեղ կողքի ապրել։ Եվ մենք մշակեցինք մեր հստակ ծրագիրը ու հոկտեմբերի 30-ին ժամը 17:13 սկսեցինք մեր գրոհը ու առավոտյան ժամը 4-ին լրիվությամբ ավարտված էր, չկար ոչ մի թուրքական տուն այլևս։ 1987 թվականի դեկտեմբերից Տող գյուղում Վիգեն Գրիգորյանը սկսեց գաղտնի ստորագրահավաքը։ Հաջորդ տարվա փետրվարի 12-ին Հադրութում կայացավ ցույց, որի նախաձեռնողներից էր նաև Վիգենը։ Հենց այդ ցույցի ժամանակ նա արտասանեց Հովհաննես Շիրազի Ղարաբաղի ողբը։ Ժողովուրդը ցնցվեց։ Դե եթե Շիրազի հետ էր մոտիկություն անում գնում գալիս էր, ապա ինչ կարող է, ընդամենը նա կարող է վարակվել Շիրազից իր հայրենասիրությամբ եւ սա փոխանցել իր աշակերտներին։ Հաշվառում էր գյուղում որսորդական զենք ունեցողներին, գնաց մի ծերունու մոտ, որի տղաները Երևան են, սա զարմացած թե ինչ է եկել, ինչ է պատահել, ինչ նորություն կա, հարցրեց, դուք կարծեմ որսորդական զենք ունեցել եք, ասեց, ենթադրենք եղբորս տղային պետք է տամ Աստվածչան, եթե պետք գա, ուրախացած տուն եկա, ծոցատետրում գրեց 14, ուրեմն 14 տողեցի, թեկուզ որսորդական հրացանն։ Տողասարի լանջին գտնվող գյուղը կարելի է ասել շրջափակված էր ադրբեջանցիների տներով։ Ավելի ուշ նրանք կազմում էին գյուղի բնակչության 60%-ը։ Գյուղացիները դժվարությամբ էին հասնում շրջկենտրոն կամ Ստեփանակերտ։ Հարևան գյուղից մի մարդ Բաքվի բանտում էր, մի կերպ մեծ փրկագնով ազատվել եկել էր եւ ասում էր արդեն կիսաջարդված վիճակում ապսպրեց, թե Վիգենին ասացիք թողեք Ղարաբաղից հեռանա, որովհետեւ Բաքվի ամենախոլ բանտերից մեկի դրանը գրած է այստեղ պետք է ներկայանա Վիգեն Գրիգորյանը։ Պատկերացրեք ինչքան արժեքավոր է նրա գլուխը, որը բարձր է գնահատվում։ Սկսած 1989 թվականից գյուղի տղաները անտառներում էին, համախմբված պարտիզանական ջոկատներում։ 1990 թվականի մայիսի 1-ին Արմենը, Վալերիկը եւ Խորենը Տողասարի վերևից մինչև Թաղուտ 32 մետր երկարությամբ հայկական եռագույն դրոշ կապեցին։ Առավոտյան օրն անպամած էր։ Դրոշը չէր նշմարվում։ Կեսօրից երբ մշուշը տեղի տվեց, եռագույնը երևաց։ Ադրբեջանցիները ռուսներից պահանջում էին հանել այն եւ ձերբակալել կազմակերպիչներին։ Երբ ռուսները եկան ու տեսան Սարի վերից վայր ծածանվող դրոշը, ասացին. նման մարդկանց պետք է ոչ թե ձերբակալել, այլ ալպինիստի մեդալ տալ։ Ինչու ժողովուրդը մնաց, ինչու ժողովուրդը եւ մենակ ժողովուրդ եւ բանակը ինչի ամնացել ու կռվել, գտնելով կենտրոնից ամենահեռուն, որպես ամենահեռավոր շրջան, հիմնականում հույսներս մեր վրա եք դրել, որ ընդհանրապես հնարավոր չի, որ ինչ որ մի 100 քանի կիլոմետրի վրա քեզ օգնության հասնեն։ Այն դեպքում, երբ ամբողջ Ղարաբաղում համարյա նույն իրավիճակն է։ Գյուղում անկարգություններ էին տեղի ունենում, քարկոծումներ, ծեծկռտուք։ Ամենավատ դրությունը 1991 թվականի գարուն աշուն ժամանակահատվածն էր։ Զենք քիչ ունեին, ընդամենը 2 ինքնաձիգ, որոնցից մեկը վստահել էին Վիգեն Գրիգորյանին, մյուսը Արմեն Գասպարյանին։ Զենքը վերցնում գնում էին հայաթափված գյուղերը, գնում էին ամբողջ ջոկատով։ Վիգենը, Արմենը, Վալերիկը, Սամվելը, Կիմը, Գագիկը, Զաքարը, Գենադին եւ Յուրան։ Տողում շտաբը Կարինե եւ Ստեփան Ավետիսյանների տունն էր, քանի որ ադրբեջանցիներից հեռու էր եւ ապահով։ Այստեղ էին հավաքվում եւ քննարկում բոլոր հարցերը։ Պետք է առաջ շարժվենք։
Ֆիզուլի շրջանի որ յուղեր մեզ խանգարում են, մեզ սահմանակից են եւ բնական է նրանք մեզ հետ եղբայրություն հարևանություն չեն անի, այդ յուղերն էլ պիտի մաքրենք, որպեսզի հայը իր հողում ազատ բանկաշքանդ ապրի։ 1991 թվականի հոկտեմբերի 17-ի գիշերը ադրբեջանցիները մտան Դանիելյանների բնակարանը եւ կոտորեցին ամբողջ ընտանիքը, 5 հոգի։ 2 երեխան հրաշքով փրկվեցին։ Ախպորսու երեխայի դիապետը, ախպերը սենցալ պարկած երեխան էստեղ, երկուսու։ Իսկ կինը եղավա էստեղ, ներսին ներսում, իսկ երկու երեխան եղարով մաչապան տակ։ Իրեն որ կրակել են, երեխաները ձեն չեն հանել, ես փոքր ուզելը որ ձեն հանի, մեծը բերանը պակել չթողել որ ձեն հանի, իրենք մտածել են որ են մարդ չկա դուրս են եկել։ Ոտե մերս անք ես երկուսով շատ են վախում, մերս ամեն երկուն սրանց տանում են հայկական թաղամասը, բայց մնացածները տունն էին, իմացել են թե սա տանը չի։ Այդ երկուսը տենց են փրկվել, առավոտ եկալ, նույնիսկ մուկ որ եկալ, իրանք դուրս չուն եկալ։ Հարևանն առաջի մտավ հանավ երեխաներին։ Հրդեհեցին Աննա եւ Հենրիխ Բաղդասարյանների տունը, սակայն տանտերն իր 2 որդիներով կարողացավ այրվող տնից դուրս պրծնել։ Տողեցիները չէին կարող լռել, եւ ահա ողբերգական այդ դեպքից հետո 1991 թվականի հոկտեմբերի 30-ի գիշերը Արկադի Տեր Թադևոսյանի հրամանատարությամբ Տող գյուղը մաքրվեց օտար տարրից։ Ռազմական գործողությանը մասնակցում էին ինչպես տեղի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մյուս շրջանների ինքնապաշտպանական ջոկատները։ Առավոտյան գյուղը մաքրված էր ադրբեջանցիներից, առանց զոհի։ Հայ ինքնապաշտպանական ջոկատների առաջին այդ հաղթանակը ոգևորեց ոչ միայն գյուղի, այլև ողջ երկրամասի բնակչությանը։ Տողի ազատագրումը քայլ էր Արցախը ադրբեջանական լծից թոթափելու գործընթացում։ Տողում մի աղբյուր կա։ Հին ավանդույթի համաձայն նորահարսներն այդ աղբրից ջուր խմելուց հետո զույգ զավակ են ունեցել։ Ավանդույթի ուժին հավատաց նաև Վիգենի կինը։ Վիգենի հետ մարտի դաշտում էին նաև 12-ամյա զույգ որդիները՝ Արշակն ու Վարդանը։ Երբ եկավ ապրիլի 4-ը 93 թվականի, այդ օրը որ գրավեցին Կավաք բարձրունքը, մենք տունն էինք, շատ ուշ եկավ տուն պապան, ամբողջ գիշեր զանգում էին, որ տղաները դիրքում են, պետք է ջուր տանվի, պապան ասեց, որ չէ, ընդ ականապատված է, պետք է առավոտ ականները հանեն, որ ավտո անցնի։ Ու առավոտ մեծ տրամադրությամբ մենք վեր կացանք, տնից վերցրեցինք ֆոտոապարատ, մոմեր, քանի որ ընդ եկեղեցի է, այդ Կավաք բարձրունքը ընդ եկեղեցի կա։ Մենք էլ գնում էինք ընդ միասին բոլորս, որ այնտեղ մոմ վառենք ու նկարվենք, որ այդ կարևոր բարձունքը ազատագրվել է։ Ճանապարհվելուց բանը մի հատ ընկեր կար, պապայի ընկերը Վալերիկը։ Վալերիկը ասեց, որ երեխեքը չպիտի գան։ Ու տենց մեզ զորով իջեցրին, կարելի է տենց ասել, հազիվ ավտոյի իջեցրին, ասեցին, որ չէ, այսօր չէ։ Երևի իրանց սիրտը գուշակը մեր։ Ինքը անչափ զգուշ էր գործում, թե ինչպես պատահեց այդ ականի պայթյունը, չգիտեմ, դա երևի Աստծո ձեռքի գործ էր, թող Աստված ների ինձ, որովհետև ազատագրել էին այդ օրը Սուրբ Կավաք վանքը, երևի Վիգենը այդ վանքի մատաղն էր։ Հետմահու Վիգեն Գրիգորյանը պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Ուրեմն եկավ Երևան հայրիկս, ես հորեղբորս տանն էի ապրում եւ մենք միասին գնացինք դպրոց։ Պարզել է, որ զինվորական հագուստով էր, իր մոտ ուներ նաեւ ավտոմատ, որը բուշլատի տակից էր հագցրած, ու երեխաներին ինձ խնդրեցին մեր դասարանցիները, որ շատ ենք խնդրում, ինչ կլինի, հայրիկին ասա, թող այդ ավտոմատը մեզ ցույց տա։ Եկավ ուսուցչուհու սեղանին հանեց իր զենքը եւ բոլորին ասեց երեխաներ դե նայեք, տեսեք տղաները պետք է բանակ գնան, զինվորական դառնան, որպեսզի պաշտպանեք մեր հողու հայրենիքը։ Մարտի 8-ին մոտ էր այդ օրերը ու դա մեր վերջին հանդիպումն էր։ Դա ես վերջին անգամ էի տեսնում։
Այսօր տողում գործում է Վիգեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց։ Մի օր հոգնած տուն եկավ, ասեց, երբ կլինի թոշակի անցնեմ 60-ից լրանա, ես պարկեմ հանգիստ, թորների կողքին խաղամ, քեզ էլ ասեմ դրվագներ, հիշողություններ դու գրի առնես։ Հետը տարավ, բոլորը չհասցրեց մեզ ասել եւ մենք չիմացանք ամեն ինչ։